Դժվարին ժամանակները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ։ Կամ ինչպես է Փաշինյանը օգտագործում ժողովրդավարական գործիքներ իր ավտորիտար իշխանությունը ուժեղացնելու համար։ Նախքան սրան անդրադառնալը, ասեմ, թե շուրջ 2-3 տարի առաջ ինչ է առաջարկում ընդդիմադիր դաշտին որպես լուծում առկա քաղաքական ճգնաժամի։ Առաջարկում է օգտագործել ժողովրդավարական զարգացած պետություններում կիրառվող primaries կոչվածը, այսինքն ընդհանուր գաղափարներ ունեցող դաշտում, տվյալ դեպքում համարենք դա ընդդիմադիր դաշտն է և համարենք պարզագույն ընդդիմադիր գաղափարը իշխանափոխություն։ Այդ դաշտում իրականացնել ընտրություն, այսինքն պարզագույն վեբ կայքով տեղադրել որոշակի հանրային գործունեություն ծավալող մարդկանց անուններ, պայմանական 1000 հոգի, և հնարավորություն տալ իշխանափոխություն ցանկացող իշխանություններին չսատարող ցանկացած անձի քվեարկել տվյալ անձանց օգտին։ Պայմաններ մինիմալ դնել, այսինքն պարտավորեցնել, որ եթե դու մասնակցում ես այս պրոցեսին, առաջի դիցուք 200 մարդը, առաջի շատ միավոր հավաքած 200 մարդը, ձայն հավաքած, պարտավորվում է համագործակցել միմյանց հետ իշխանափոխության օրակարգի շուրջ։ Այս պարտավորությունը ստանձնում է հանրության առաջ, հայ ժողովրդի առաջ։ Իհարկե, սրա վերաբերյալ, ինչպես և սպասելի էր, ընդդիմադիր դաշտում որևէ արձագանք չեղավ։ Ընդդիմադիր դաշտ ես նկատի ունեմ ոչ թե սովորական քաղաքացիներ, որոնք իհարկե ունեն իրենց տեսակետն ու դիրքորոշումը, այլ քաղաքական ուժեր, ռեսուրս ունեցող մարդիկ, որոնք կարող են որոշակի պրոցես կամ գեներացնել, կամ այդ պրոցես ֆինանսավորել, կամ որևէ նշանակալի ձևով գաղափարական մտավոր մասնակցություն ունենալ։ Կրկնեմ, որ այս ամենը իհարկե տեղի չունեցավ։ Իսկ ինչ է անում հիմա Փաշինյանը։ Երեկ, այսօր և հաջորդ թիվ Փաշինյանը կիրառում է հենց այս գործիքը իր կուսակցության ներսում նախ իր ավտորիտար ուժը ավելի ամրապնդելու համար, ցուցադրելու համար և մի քանի հետևյալ նպատակներով։ Նախ նա իր կուսակցությունից, իր թիմակիցներից ուզում է ազատվել նրանցից, որոնց ինչ-ինչ պատճառներով իրենք այլևս հավան չեն կամ պիտանի չեն։ Եվ որպեսզի նա ուղիղ տեքստով չանի և միանձնյա չորոշի դա, նա այդ որոշմանը մասնակից է դարձնում այլ անձանց և ստեղծում է պրոցես։ Քանի որ սա դասական բանաձև է, այսինքն որոշումների կայացմանը, որպեսզի դու ունենաս շատերի համաձայնությունը, դու ստեղծում ես պրոցես, այսինքն ոչ թե դու որոշումն ես միանգամից կայացնում, այլ ստեղծում ես պրոցես, բայց այդ պրոցեսը այնպես ես կազմակերպում, այնպիսի քայլերով, որ երաշխավորված ստանալու ես քո ուզած արդյունքը։ Օրինակ, այդ primaries ասածը, այսինքն պատվիրակները, որոնք հիմա կազմում են ցանկ, այսինքն ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, որպեսզի որոշեն, թե ցանկում ովքեր պետք է լինեն, որպեսզի Փաշինյանը չնստի անուններ կազմի, ներկայացնի, ասի այսքան մարդն են մասնակցում, այն մյուսներն էլ նեղանան, իրար մեջ ինչ-որ բաներ լինի, ինքը պրոցես է մտածել, բայց այդ պրոցեսը ամբողջովին կառավարվում է իր միջոցով, մասնավորապես։ Ասում է այդ պատվիրակները այն մարդիկ են, ովքեր առնվազն 3 տարի կուսակցության անդամ են կամ հիմնադիր են։ Ասում է այդ են մարդիկ են, որոնք կուսակցական են և կառավարությունում պաշտոնակատար դիրք ունեն, օրինակ նախարար են, նախարարի տեղակալ են, գործակալությունների պետեր են, այսինքն պետական կառավարման համակարգում բոլոր այն պաշտոնները, որոնց ինքն է նշանակում կամ կառավարությունը և որոնք ԿՊ անդամ են։ Այդ բոլոր մարդիկ պատվիրակներ են, նաև ազգային ժողովը իր պատգամավորները։ Տեսեք, չէ՞ աբսուրդը որն է այստեղ։ Աբսուրդ ասած, դա իր գործիքը, որով նա ազդեցություն ունի այդ primaries-ի վրա։ Այսինքն այդ բոլոր մարդկանց պաշտոնի նշանակման վրա, նույնիսկ ազգային ժողովի պատգամավոր դառնալու, իր անմիջական ազդեցություն և որոշում արդեն եղել է։ Այսինքն այդ մարդիկ իր ազդեցության տակ են։ Հետևաբար այդ մարդը, երբ որ որոշում է, ասում այս շրջանակն են պատվիրակները և իրենք պետք է որոշեն այդ թղթի վրա 200, կարծեմ 70-80 էական չի այդ թիվը, 300-ին մոտ մարդկանց թիվ է և իրենք ընտրում են 50-ին։
Եվ հետևաբար քանի որ 59 են ընտրում, շատ ձայներ ստացածները հետո դասավորել են եւ առաջի 50 բարձր միավոր ստացածները սկսելու են մասնակցել քարոզարշավների, տարբեր գործողությունների մեջ են ներգրավելու, հետո մի հատ էլ հավանաբար նման process կանի, եւ այս process-ներով նա ինչ է անում, նախ ցուցադրում է հանրությանը, որ տեսեք ես ժողովրդավարական process եմ անում, որ ժողովուրդը ուզում է ինձ։ Հիմա արդեն որ ցուցակը բացեք ԿՊ-ի կայքում նայեք, ինքը առաջի տեղում է։ Այնտեղ ոչ մի անկանխատեսելի, ոչ մի ինչ-որ արտառոց բան չեք տեսնի իրականում։ Հա, այսինքն այն ինչ ցանկացած մարդ կարող է նստել գրել է թե 50-ով կարող են լինել, հիմնականում կհամընկնի այդ ցանկի հետ, որ նայեք։ Բայց ինքը սրանով ցույց է տալիս նախ իր արտաքին աջակիցներին, որ տեսեք ես ժողովրդարական այն կարգի ժողովրդավար եմ, որ նույնիսկ իմ կուսակցության ներսում եմ ժողովրդարական process-ներ կիրառում, հետևաբար իմ իշխանությունը անքննելի է։ Երկրորդ, ինչպես արդեն ասացի, մաքրում է կուսակցությունը իրեն անցանկալի դեմքերից, որտեղ այդ իրենց որոշող կազմի միջոցով, այսպես կոչված խորհրդի միջոցով, արդեն որոշ մարդկանց իրենք չեն թույլատրել նախապես մասնակցելու process-ի, ինչպես տեղյակ եք։ Եվ ինչպես հայտնում են, եթե ճիշտ են հայտնում։ Հիմա այս ամեն ինչը ինչի մասին է հուշում, որ ընդդիմադիր դաշտը կիրառում է հնացած եւ ժամանակին չհամապատասխան գործողություններ։ Եվ ինչպես են օրինակ ձևավորում ընդդիմադիր դաշտի տարբեր խմբակցություններ, խմբավորումներ, հետևյալ կերպ։ Մեկը ասում է կեցե կապիտալիզմը, ես ամենաշատ փողը ունեմ, հետևաբար ես պետք է որոշեմ, ովքեր են լինելու իմ կազմակերպած process-ի մեջ։ Ոչինչ, որ Հայաստանի Սահմանադրությունը ասում է մենք սոցիալական պետություն ենք, ոչինչ, որ նույնիսկ իրենց առաջարկած գործիքները սոցիալական բացարձակապես գործիքներ են, հա, սոցիալական պետության, այդ ամեն ինչը ոչինչ։ Մյուսը ինչ է ասում։ Մյուսը ասում է դե ես Հիսուսի աշխարհի ամենամեծ արձանը տնկած մարդն եմ ու էլի շատ հարուստ։ Ես պետք է որոշեմ, քանի որ ես մարդկանց վրա ամենամեծ ազդեցությունը ունեմ եւ իմ խոսքը գործ է։ Ոչինչ, որ մի քանի առիթներով մենք տեսել ենք, որ դա այդպես չի, բայց դա հիմա ասում է մարդը։ Ոչինչ, որ հայ առաքելական եկեղեցին քանիցս ասաց, որ Հիսուսի արձանը պաշտամունքի առարկա սարքելը, դա հայ առաքելական եկեղեցու տրամաբանության մեջ չի, այդ ամեն ինչը ոչինչ։ Մյուսները ինչ են ասում։ Մեկը ասում է ես նախագահ եմ եղել, ես պետք է որոշեմ, ովքեր են իմ հետ լինելու, ով չէ։ Այն մյուսները ասում են ես ամենահին կուսակցություն եմ, ես ունեմ իմ process-ները, հետեւաբար դրանք ճիշտ են, քանի որ 100 քանի տարեկա դրանցով պետք է առաջնորդվեմ։ Այն մյուսը ասում է դե ես պայմանական եմ ասում, եղել եմ այս ինչ պաշտոնին, ժողովրդը իմ գործից դժգոհ չէր, հիմա էլ հարցումներով 2-3% ունեմ։ Ես պետք է լինեմ որոշողը, ես թե ում հետ եմ իմ հետ լինում թիմ ենք կազմում։ Այսպես մասնատված, տարանջատված էլ չշարունակեմ, չէ, ասենք լիքը երիտասարդների մասին, որ շատ լավ ներուժ ունեն, բայց վատում են իրենց ներուժը անիմաստ process-ների վրա։ Եվ այս պայմաններում ինչ է ստացվում, ժողովուրդ ջան, հայր ջան։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքական դաշտի ամենաազնիվ ստախոսն է։ Այսինքն նա ամենաազնիվ ավտորիտար ստախոսն է, այսպես ասեմ, որովհետև ավտորիտար հակումները բոլորի մեջ են, իսկ ավտորիտարիզմը նա է, երբ ծանր, հատկապես ծանր պայմաններում դու կարծում ես, որ ունակ ես ինքնուրույն այդ խնդիրները լուծելու եւ չես ուզում գործակցել մյուսների հետ։ Այս է խնդիրը։ Լավ եղեք։